Թվային ժողովրդավարությունը անխուսափելի է, որովհետև առաջին հին մոդելները այսօր այլևս չի աշխատում։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առանց իրական մասնակցության դատարկվել է։ Մարդիկ քվեարկում են, բայց չեն որոշում։ Երբ ճեղքը մեծանում է, համակարգը կամ փոխվում է, կամ փլվում։ Երկրորդ, տեխնոլոգիան արդեն փոխել է խաղի կանոնները։ Այն ինչ առաջ անհնար էր, այսօր տեխնիկապես հնարավոր է։ Երբ հնարավորությունը կա, բայց չի օգտագործում, առաջանում է ճնշում փոփոխության համար։ Երրորդ, վստահությունը չի վերականգնում խոսքերով, ոչ կոչերով, ոչ դեմքեր փոխելով։ Միակ ճանապարհը տալ մեխանիզմ, որտեղ մարդը տեսնում է իր ազդեցությունը։ Սա այլընտրանք չունի։ Չորրորդ, լռությունը երկար չի տևում։ Մարդիկ կարող են լռել, բայց երբ գիտակցում են, որ լռությունը իրեն զրկում է ձայնից, լռությունը կամ փոխվում է մասնակցության կամ կտրուկ պոռթկումով։ Մեխանիզմը առաջին, անվտանգ ճանապարհն է։ Վեցերորդ, սա ոչ անձ է, ոչ շարժում, այլ փուլ։ Նման փոփոխությունները կախված չեն մեկ մարդուց։ Եթե ոչ դու, ապա ուրիշը։ Եթե ոչ այսօր, ապա վաղը, բայց նույն տրամաբանությամբ։ Ու ամենակարևորը, անխուսափելի է ոչ թե այն պատճառով, որ բոլորը համաձայն են, այլ որովհետև այլ երբ չկա։ Կարելի է ձգել, կարելի է վախենալ, կարելի է լռել, բայց հնարավոր չէ անվերջ պահել մի համակարգ, որտեղ քաղաքացին սեվական է։